Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ռոժովախիլ ջմատամե հսկրի։ Սիրելի հայրենակիցներ, նախ ներողություն եմ խնդրում իմ կողմից հայտարարված ժամանակից 10 րոպե ուշացումով եթեր մտնելու համար։ Անկեղծ ասած, թեման, որի մասին խոսելու ենք, թեման, որին անդրադառնալու ենք, բավականին սարսափելի իրականություն է, որի վրա առհասարակ չպետք է աչք փակել եւ բնականաբար մենք բոլորս պետք է աչալուրջ լինենք, հնարավորինս շատ իրականացնելու մեր քաղաքացիական պարտականություն, մեր մարդ կոչվելու առաքինությունը դեր կանգնենք մեր բոլոր արժեքներին, այդ արժեքներից մեկն էլ սիրելի հայրենակիցներ, այդ արժեքներից մեկն էլ մեր ընտանիքի անդամների, մեր հարազատների, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ առհասարակ մարդ Աստծո ստեղծածի կյանքին սպառնացող վտանգների քո կողմից իրականացվող գործողությունների շրջանակում չեզոքացնելու եւ տվյալ անձի անվտանգությանը ուղղված բոլոր գործառույթներ իրականացնելուն ուղղված քո քայլերը պետք է լինի։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես նկատել եք, ես նշել եմ, որ հանցագործության զզվելիության պիկը, հանցագործության զզվելիության գագաթնակետը իրականում 3 հոկտեմբերի 2-ին արտերկրից ինձ ահազանգեցին եւ հայտնեցին, որ Ֆրանսիայից Երևան ժամանող չվերթում քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում եւ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավականում նրա կյանքին եւ առողջությանը ուղղված իրականացվելու է հանցագործ արարք, այսինքն պետք է տեղի ունենար սպանության փորձ, որովհետեւ կար սպանության սպառնալիք, հանցագործություն կատարող ենթադրյալ անձը նախորոք զանգել եւ տեղեկացրել էր, որ Զվարթնոց միջազգային օդանավականում պետք է տվյալ անձի կյանքին եւ առողջությանը սպառնացող գործողություն իրականացնել, այսինքն նա պատրաստվում էր ժողովրդի աչքի առաջ, բոլորի աչքի առաջ առհամարելով Զվարթնոց օդանավականում գտնվող մեր հարազատների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների, ազգային անվտանգության ծառայության եւ մնացած բոլոր այն ուժային կառույցները, ովքեր ապահովում են Զվարթնոց միջազգային օդանավականի ուղևորների եւ առհասարակ անվտանգությունը, առհամարելով նրանց պետք է իրականացներ սպանության փորձ, պետք է իրականացներ դանակահարություն եւ ինչպես նաեւ ծծմբական թթվով, մեր լեզվով ասած կիսլատայով այրելու ուղևորին, դեմքը, մարմինը, նա թքած ուներ ամեն ինչի վրա, եթե այսպես ասենք, նրա մտածելով, նա թքած ուներ իրավապահ համակարգի բոլոր կառույցների վրա, որովհետեւ դա էր, սակայն սիրելի հայրենակիցներ, տեղի ունեցավ, իդեպ ասեմ, սա հանցագործության զզվելիության պիկն է, զզվելիություն ինչով, որ քաղաքացին անտեսում է, առհամարում է այդ ողջ ժողովրդին, ում ներկայությամբ պետք է տեղի ունենար այդ զարհուրելի արարքը, ում ներկայությամբ, որ պետք է տեղի ունենար հանցագործ արարքը, Սիրելի հայրենակիցներ, ես ինքս եղել եմ Զվարթնոց օդանավականում 3 գիշեր, մինչև Ֆրանսիայից Երևան, Փարիզից Երևան ժամանող օդանավայ տեղ հասնելը մեր կողմից անմիջապես կապ հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 102 օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, որոնք անմիջապես տեղեկացրեցին Զվարթնոցի ոստիկանության
բաժնին, որոնց ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում, եւ բաժնի աշխատողների, ինչպես նաեւ Եղվարդի հերթապա մասի երեկվա պատասխանատուի ջանքերով ստուգվեց ամեն ինչ։ Արդյոք ինֆորմացիան ինչքանով էր համապատասխանում իրականությանը։ Եվ Եղվարդի Զվարթնոց եկավ պատասխանը, իսկական պատասխանը։ Այո, ենթադրյալ հանցագործը մեկնել էր Զվարթնոց օդանավակայան։ Մարդ դիմավորելու ու անջատել էր հեռախոսը։ Սակայն մեզ փոխանցված լուսանկարները, որոնք տրամադրվեցին ոստիկանության աշխատակիցներին, կատարեցին շատ այսև ավելի արագ անձի բացահայտման ուղղված աշխատանք եւ միջև օդանավի վայրեջ կատարելը հանցագործություն կատարելու նպատակով Զվարթնոց օդանավական մեկնած անձը ձերբակալվեց։ Ոստիկանության աշխատակիցները ինքնաթիռից դիմավորեցին այն անձին, ով որ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, եւ նրան անվտանգ դուրս բերեցին տարածքից։ Սիրելի հայրենակիցներ, պատմություն իրականություն է։ Մինչև գիշերվա ժամ 1:30 Զվարթնոց օդանավականի անվտանգություն ապահովող ոստիկանության աշխատակիցները, Զվարթնոցի բաժնի աշխատակիցները իդեմս պետի մնացել են օդանավականում, իրականացրել են ձերբակալման գործողությունները, կազմվել է արձանագրություն, հարգելիներս, ընդունվել է հաղորդում եւ հաղորդման շրջանակներում, գիտեք, երբ որ դու տեսնում ես ոստիկանի աշխատանքը, երբ որ դու տեսնում ես ոստիկանի իսկական նվիրումը իր գործին, իր աշխատանքին, հիմա ես ուզում եմ ուղղակի որպես հավաստուն երեկվա Զվարթնոց օդանավականում տեղի ունեցածի այդ սարսափելի իրականության, որ այդպես էլ չկատարվեց, սա մեր թերթիկն է, որի շրջանակներում ներկայացվել է հաղորդում, ինչպես նաև ես ուզում եմ բաժնի ողջ աշխատակազմին, իդեմս բաժնի պետ պարոն Մանուկյանի, ում հետ մենք բավականին զրուցեցինք, իրականում մենք հասկացանք, որ մեր բոլորի նպատակը մեկն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, Հայաստան ժամանող քաղաքացու անվտանգությունը, Զվարթնոց օդանավականում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կարգի ապահովումը եւ անձի անվտանգությունը։ Ես հիմա խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը եւ ոստիկանությանը, իդեմս ոստիկանության պետի, իմ շնորհակալությունն եմ փոխանցում Զվարթնոցի ոստիկանության ողջ ազնագազմին, իրենց աչալրջության, իրենց բարձր մակարդակով աշխատանք իրականացնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, անձը մնաց անվնաս, նկատի ունեմ անձը, ում կյանքին վտանգ էր սպառնում, մնաց անվնաս, որտեղ ոստիկանները գործեցին աչալուրջ։ Եվ այսպես բազմաթիվ անգամներ համագործակցելով ոստիկանության հետ մենք իրականացնում ենք թե ձեր հարազատների, ձեր երեխաների, բալիկների, երիտասարդության թմրանյութերից եւ թմրամոլության տարածումից զերծ պահելու գործընթացը։ Այո, մենք մարտահրավեր ենք նետել թմրանյութերի շրջանառությանը, հանցագործության պակասմանը, նվազեցմանը, հանցագործությունների բացահայտման աճին եւ դրա հետ կապված բավականին լուրջ համագործակցություն ունենք, բավականին լուրջ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր ոստիկաններին, կրկնում եմ, ով որ նոր միացավ, իմ ողջունն եմ հղում նաեւ իմ շատ սիրելի, իրականում իմ գործունեության ընթացքում ես բավականին երկար տարիներ աշխատել եմ նաև Նալբանդյանի գյուղապետարանում, այս պահին ինձ է նայում իմ ընկերոջ հայրը նաև,
պարոն Պետրոսյան իշխանը Նալբանդյանից, իմ խորին հարգանքները նրան, որովհետև մեծերի մոտ ես բավականին լուրջ եւ կյանքին ավելի սթափ նայելու գործընթաց եմ ձևավորել եւ սովորել եմ բազմաթիվ բաներ իմ տարեց ընկերներից, իմ ավակ ընկերներից, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Գիտեք, սարսափելի էր, իրականում սարսափելի էր, որ եթե հանկարծ ինձ չտեղեկացնեին սպասելիք հանցագործության մասին, իրականում սարսափելի էր, որ հանկարծ Զվարթնոց օդանավականում ժողովրդի աչքի առաջ տեղի ունենար արյունահեղություն, տեղի ունենար կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի իրականացում, հանցագործության իրագործում, ինչպես ենթադրյալ հանցագործություն կատարող, կատարելուն պատրաստված անձներ, իհարկե հարգելով անմեղության կանխավարկածը կասեմ, որ նա, ով որ պատրաստվել էր կատարելու տվյալ զազրելի արարքը, այդ զզվելի արարքը, նա իրականացնում էր բոլորի ներկայությամբ, բոլորի, այսինքն օդանավականում իր հարազատներին դիմավորելու եկած նույնիսկ են գրկի երեխաների ներկայությամբ տեղի ունենալու սպասվելիք հայտարարված արյունահեղությունը, սպանության փորձը, կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործողության ծավալը ամբողջությամբ թեթերի, բայց հիմա պատկերացնում եք, այն ինչ որ կատարվելու էր Զվարթնոց օդանավականում կանխվեց։ Իդեմս ոստիկանության աշխատակիցների, կրկնում եմ, ձեզ իմ խորին շնորհակալություն է։ Իսկ մենք, սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել ենք, հետամուտ ենք լինելու բոլոր տիպի հանցագործությունների բացահայտմանը, ընդհուպ, եթե տվյալ հանցագործություն կատարող անձին կլինեն անկախ պաշտոնից, անկախ սեռից, անկախ տարիքից, անկախ հարևան բարեկամից, նույնիսկ եթե դրանք լինեն գյուղապետեր, փոքրիկ չինովնիկներ, ովքեր այո, կամանց ցույց են տալի իրենց իրական դեմքը, իրենց ով լինելը, որոնց հետևից, որոնց հետքերով մենք գնում ենք բացահայտումներ իրականացնելու։ Իդեպ ասեմ, որ անձը, ում կյանքին վտանգ էր սպառնում, ուներ 3 անչափահաս երեխա, եւ այդ սարսափելի արարքի արդյունքում գուցե եւ երեխաները բորտ մնային։ Սակայն կրկնում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն քեզ, ոստիկան։ Շնորհակալություն քեզ։ Հայաստանի Հանրապետության իրավապահի համազգեստը մաքուր եւ անարատ պահող անձ, ով իր կյանքը վտանգի ենթարկելով ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը եւ ամոթ ձեզ հանցագործների ջեբի գրոշ դարձած ու իրավապահի համազգեստը աղտոտող աղբամանի առնետներ, ովքեր իրենց վրա են բերում ոստիկանի բարձր ու պատվավեր անունը, սակայն իրականում ծառայում են հանցագործությանը։ Այդպիսիները բազմաթիվ են, այդպիսիներին մենք բացահայտել ենք, այդպիսիներով այս պահին հարուցված են քրեական վարույթներ, բնականաբար իմ կողմից բերված հաղորդումների, հանցագործության մասին հաղորդումների շրջանակներում։ Բարև ձեզ հարգելի Մարիա Փոլադյան, Նավիջան եւ բոլորիդ Ունիկ մաման, բոլորիդ իմ ողջույններս, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ հնարավորության դեպքում տարածեք, որպեսզի բոլորս նույնպես հասկանանք եւ գիտակցենք ոստիկանի իրական բարձր դերն ու արժեքը մեր բոլորի կյանքում եւ առօրյայում։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն, որ միացաք իմ կողմից հայտարարված եթերին, հրատապ եթերին։ Շուտով մենք կհրապարակենք նաև այլ իրականություններ, շուտով մենք կհրապարակենք նաև այլ դեպքեր եւ պատրաստում ենք հրապարակել նաև անձանցից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ խլված, գողացված սեփականությունների մասին ավելի լայնածավալ իրական դեպքեր, իրականություններ, խոսելու են փաստերը, իսկ ես ընդհանրապես ներկայացնում եմ ձեր դատին այդ փաստերը, այդ իրականությունները, եւ դուք եք որոշելու
տվյալ անձը կամ անձինք առհասարակ իրավունք ունեն կոչվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Իրավունք ունեն արդյոք մեր հետ միասին ազատ վայելելու Հայաստանի Հանրապետության այս հրաշք բնությունը։ Շնորհակալություն բոլորից հետ, շնորհակալ եմ շատ, ես լավ եմ, բոլորիդ առողջություն եմ ցանկանում, հարգելի Տիկին Փոլադյան, հարգելի Մարի, Աստված ձեր հետ, Աստված պահապան։ Գնում ենք բացահայտելու հետագա հանցագործությունները, ոչ թե բացահայտելու միայն, այլ նաև կանխարգելելու այն հանցագործությունները, որոնք չպետք է տեղի ունենան, եւ երբեք ոչ մեկի բալիկը չպետք է մեծանա առանց իր ծնողի քաղցր գուրգուրանքը վայելելու։ Շնորհակալ եմ շատ։